Գավառի Հրաչյա Բունյաթյանի անվան պատկերասրահը թանգարանային գիշերի և թանգարանների միջազգային օրվա մշակութային միջոցառումներին միացել է կրթական ծրագրով։ 2 օր են նվիրել 8-ից 15 տարեկան այցելուների համար կերպարվեստի գաղտնիքները բացահայտելուն։ Գծերի կախարդանքը խորագրով միջոցառմանը պատանիները նախ տեսական գիտելիքներ են ստանում, սովորում են տարբերել կերպարվեստի ճյուղերը, ժանրերը, ուղղություններն ու ոճերը։ Երեխաները ուսումնասիրելու են ինչ է գծանկարչությունը, դրա տեսակները, գործնականում ասում իրենք ուսուցիչը տալու է նրանց կիրառելու համար գծանկարչության հմտություններ եւ վերջում իրենք ստեղծագործական հատվածում ստեղծագործելու են սև գծի կախարդանքը թեմայով։ Կրթական երկրորդ ծրագրով պատանիները գծանկարի միջոցով վերարտադրում են պատկերասրահում ցուցադրվող գեղանկարները։ Համաեվրոպական մշակութային միջոցառումների 2 օրերն առավել ակտիվ են դարձրել պատկերասրահի առօրյան։ Մշակութային օջախի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նախորդ տարվա սեպտեմբերին նոր շենքում վերաբացվելու շնորհիվ։ Մինչև օրս մեր մոտ արդեն թանգարանում բավականին շատ թվով այցելուներ ունենք, որ ոչ մի անգամ չի եղել։ Այդպիսի թիվ բոլորը սիրով հաճախում են, գալիս են, դա նորություն է մեր համար։ Մենք էլ շատ գոհ ենք, այցելուները գոհ են։ Ես պետք է ասեմ, որ թանգարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր հատկապես մատաղ սերունդը կապված լինեն մեր թանգարանի հետ, մշակույթի հետ, որովհետև թանգարան նրանց շատ բան ունի ասելու, շատ բան ունի տալու։ Ճիշտ է, հիմա քաղաքական եւ տնտեսական առումով աշխարհը մասնատված է, բայց մշակույթը սահմաններ չի ճանաչում, այն ազգություն չի ճանաչում եւ հնարավոր է մշակույթով ու արվեստով միավորել աշխարհը, իսկ թանգարանների առջեւ այդ առումով մեծ առաքելություն է դրված։ Կրթական ծրագրերի իրականացման ընթացքում պատկերասրահը հաջողությամբ գործակցում է Գավառ համայնքի հանրակրթական դպրոցների հետ։ Սա թույլ է տալիս ապահովել դպրոցականների մշակութային կրթության շարունակականությունը, ընդլայնելով ծրագրերի ուղղություններն ու թեմատիկան։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։